Մենք գիտենք ինչքան են ապրել այդ ժամանակ մարդիկ տարիքան։ Այո։ 35-ից 40 տարի միջին կարող են։ Այդ ժամանակվա 35-ից 40 տարի ավելի գրացիլ են, ավելի մանր են եղել քան մենք հիմա համատաբար, բայց էլի նորից խոսում եմ միջինի մասին։ Կարող են շատ ավելի ամուր կազմվածքով բարձրահասակ մարդիկ լինել եւ այլն, բայց ըստ երևույթի նաեւ երևի բաները որսորդները ավելի թիկներ են եղել, քան երկրագործները, հայ, դե դժվար է ասել։ Ընդհանրապես կարծիք կա, որ եթե դու ուտում ես ծորեն ես ուտում եւ այլն, ավելի այսպես գրացիլանում ես։ Փոքրան։ Այսինքն հա, ավելի նրբակ կազմ ես դառնում եւ այլն, ինչքանով է դա ԴՆԹ-ով, դա ֆիզիկական մարտաբանությամբ զբաղվողների կարծիքն է։ Հա, եւ մի բան էլ կա, որ փաստացի այդ շրջաններում մենք չունենք բնականաբար ծանր կյանք էր, բնականաբար պետք էր այդ նույն այդ երկրագործությամբ զբաղվելու բան ծանր կյանք էր, բայց մեր ժամանակ շատ բաներ չունենք, վտանգներ չունենք, որ մենք այսօր ունենք, ինֆեկցիաներ, բաներ, ինձ թվում է։ Չէ, միանշանակ հենց դարակ եք երկրագործ, հենց դարակ երկրագործ եւ անասունը բերեցիք պահեցիք ձեր հարևանությամբ։ Հա, անասունից էր։ Անմի սկսվում է այդ բաները, այսինքն երբ որ մենք նայում ենք այդ թաղվածների քանակը եւ այլն, մանկահասակ երեխաներ, ընդ որում չծնվածից կամ ամսականերից, օրականերից մինչև մի քանի տարեկան եւ այլն, դրանք բացարձակ մեծամասնություն են կազմում։ Հա, եւ երբ որ մենք միջին տարիք ենք հաշվում, հատկապես կանայք նաեւ։ Միջին տարիք ենք հաշվում, դրանք հիմնականում նաեւ այդ մանկամահության հաշվին է, հա, գալիս։ Նաեւ, այդ եթե չեմ սխալվում, կարծեմ հաշվարկների մեջ մանկական տարիքի մահացածների չեն հաշվում, հա։ Հա, ուղղակի ես ինչի պատկեր, որտեղ ինֆեկցիաները հիմնականում տենց խմբված հենց համայնքներում են անասունը բերեցիր, այսինքն դու նրա ամբողջ օրը շփվում ես նրա հետ, եւ նաեւ դաշտից էլի նաեւ ապրում ես, չէ՞, տների նաեւ բնականաբար էլի, այսինքն ամբողջ առողջ ծիրիկուն նրա հետ ես, այսինքն այդ կենթանների հետ միասին կան բազմաթիվ ինֆեկցիաներ, ինքը մարդը ժամանակի ընթացքում դրանց դեմ առնելու կամ դրանցից խուսափելու ինչ որ ձևեր մշակում է եւ այլն։ Բայց մեկը մինչեւ միջնադար, մինչեւ բժշկություն չդառնա, դրանք ամբողջ մարդկության համար սովորական երևույթ են, այսինքն այդ ճումաները, սևմահը եւ այլն, որ միլիոնավոր մարդկանց է տանում, անդադ կա, անդադ։ Ընդհանուր մինչև կորոնավիրուս։ Երաստիճան մարդի անցալումը կյանքի մի քիչ ուրիշ էր, այսօրվա նման չէ։ Հա, չէ, դե բնականաբար, այդտեղ ավելի այդ ամեն ինչը ի վերու, ասենք համարում են, որ դա այդպես էլ լինի եւ դա ոչ սարսափեցնում էր, ոչ վախեցնում էր եւ այլն, էլի։ Հա։